եկեղեցի, եկեղեցու դեմ կեղտոտ գրոհը, որ իրենք իրականացնում են այս թեմայով, ձեր խոսքը սկսեք, հովանավանքում էին նախորդ կիրակի, կարգալույց եղած եկեղեցու կողմից հերձված Ստյոպան, այլևս նախկին քահանան, կեղծ պատարագ էր իրականացնում, շատերի խոսքով դա ավանդավորական ծիսակարգ էր, որովհետև կարգալույց եղած իրանուք չունի, այս կիրակի նորից տեղի է ունենալու, խնդրեմ, Փաշինյանն էլ գնալ է։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար, ճիշտն ասած հիմնական լուրերին հապճեպ եմ ծանոթացել, որովհետև մոտ մի շաբաթ բացակայում էի երկրից և ինտերնետային կապ չունեի, որպեսզի հետևեի լրահոսին, հետևաբար շատ այնց ծավալուն բաներ ասելու մասին իմ վրա պատասխանատվություն չեմ վերցնի, բայց գոնե այնքանին ինչքանին որ ծանոթացել եմ, սրա մասին հանգամանորեն կփորձեմ ուրեմն արտահայտվել։ Ինձ շատ էր հետաքրքրում հոկտեմբերի 27-ի իրավիճակը ինչ կկատարվի հանրապետությունում, ճիշտն ասած մեծ մտավախություն ունեի, որ մեծ հարձակում կլինի վեհափառի ուրեմն նստավայրի վրա, փառք Աստծո դա չեղավ, չգիտեմ պատճառը ինչն էր, որովհետև հստակ տեղեկություն կար մի շարք աղբյուրներից, որ այս իշխանությունները հենց դա են նախատեսում և սրա հետ կապված իրականացվեցին մի քանի շատ սենց հնչեղ գործողություններ, որոնք կոչված էին թուլացնելու ժողովրդի մեջի այդ պաշտպանելու վեհափառի հնարավորությունները, տառանջատելով, մասնատելով, կազմակերպելով կեղծ ուրեմն ավելի ճիշտ կազմակերպելով և դրա մասին խոսելով և գովազդելով ուրեմն օհանավանքում իրականացնող այդ կեղծ պատարագը, որը իրանք բնականաբար իրականացրին։ Ես ստացա նաև տեղեկություն, որ այդ օրվա հետ կապված հիմնական մեծամասնությունը ներկա գտնվողների, որոնք եկել էին իբր թե պատարագին մասնակցելու, եղել են Ռեմա եկեղեցու ուրեմն անդամները և դժվարանում եմ ասել գումարի դիմաց, թե ուղղակի որովհետև իրանց տենց պետք էր իրանց շահերից էր բխում, բայց ուզում եմ տեղեկացնեմ, որ Ռեմա եկեղեցին դա խիստ աղանդավոր հակաազգային, հակահայկական եկեղեցի է, բացարձակապես ուրեմն մորմոնների և մասոնների կողմից կառավարվող, նրանց կողմից ֆինանսավորվող և հիմնական նպատակներն է, որտեղ որ իրանք գտնվում են, ուրեմն ապականել, քանդել, քայքայել, զրոյացնել տեղում ունեցած ազգային ավանդական ավանդույթները։ Սա նույն կյանքի խոսքի Եհովայի վկաների շարքից, բայց եղածների մեջից բնակի համար շատ քիչ են խոսում հոգեգալստականների մասին, որոնք 50-ականների թևն են, բայց իրականում ամենավտանգավոր, ամենածայրահեղ վտանգավոր ուրեմն ուղղություններն են, դա Ռեմա եկեղեցին է և հոգեգալստականներն են, որոնք ընդհանրապես բացարձակապես չեն առաջնորդվում ոչ մի հայկականական ուրեմն տիրույթներով, բացարձակապես փողի դիմաց իրականացնել քանդիչ, քայքայիչ, ուրեմն պառակտող, ազգային ավանդույթները զրոյացնող, ոչնչացնող գործողություններ, մի փոքր շեղվելով ասեմ ինչի համար է իրականում սա արվում, որովհետև վերջերս, վերջին մի երևի 7-8 տարիների ընթացքում մի շարք երկրներում թափ առավ ավանդական ազգային շարժումները, որոնք կոչված են վերականգնել
այդ ազգային երկրներում, որոնք պատմական ազգային երկրներ են, ոչ թե ասենք թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար տարբեր ազգություններով ձևավորված համայնք, հա, եւ սա դուր չեկավ մասոնա, ուրեմն մորմոնական վերնախավին եւ շատ արագ Սորոսի հիմնադրամի նաեւ անմիջական մասնակցությամբ փորձեցին այդ զարթնող ազգային շարժումները ճնշել։ Հիմնական այդ գործողությունները սկսեցին զարգանալ Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Ռուսաստանում եւ բավական կոշտ մեթոդաբանությունով սկսեցին այդ շարժումների վրա ճնշումներ գործադրել, իսկ այդ կարգի ազգային ավանդույթները պահպանող երկրները, ինչպիսին են օրինակ Վրաստանը, Հայաստանը եւ էլի կան, այտենց ցավոք սրտի փոքր երկրներ, որոնք ամեն գնով փորձում են իրենց ազգային հիշողությունը եւ ինքնությունը պահպանել, այստեղ այլ մեթոդաբանություններ են կիրառվում, այսինքն տեսակի ուրեմն կեղծ գործողությունների շնորհիվ։ Ես չգիտեմ, որ տեղյակ է, կարդացել է Նիկոլ Փաշինյանի գիրքը Երկրից են կողմ, կարծեմ չուսենց ամնասուն մի հատ վերնագիր ունի։ Պետք է հասկանալ, որ այսօրվա իրադարձությունների եկեղեցիների շուրջ սրա մասին ինքը շատ հանգամանորեն գրել է այդ գրքի մեջ եւ դա գրել է ոչ թե որպես ուղղակի ինչ-որ միտք արտահայտելու, այլ կոնկրետ արտահայտել է իր երազանքը հասնելու այդ նպատակին։ Եվ պատահական չէր, որ սրանց իշխանության գալու պարագայում մենք անընդհատ ունեցել ենք սենց թիսական ուրեմն գործողություններ, կապված ուրեմն օրերով, ամիսներով, ուրեմն լուսնի շրջադարձի ուրեմն ցիկլներով եւ մնացած ուրիշ բաներով, ամբողջ եղել է սիմվոլիկաների մեջ, ամբողջ գործողությունները եւ գործընթացները։ Եվ այդ սիմվոլիկաների մեջ հաստատ իրականացվել են սատանայական թիսակատարությունները։ Նույն բանը կատարվում է հիմա շարունակական ձևով եւ Նիկոլը սրան հասավ, այս լկտիությանը հասավ, բացարձակապես շնորհիվ նրան, որ ինքը զգաց, որ այսինքն ինքը գտավ տարբերակը, որ դա անի եւ իր մոտ ստացվի տարբերակը, ինչի շնորհիվ ցավոք սրտի մեր արդեն չեմ ուզում ասեմ ազգի բնակչության, հա, բնակչության պասիվության, անտարբերության, որը իր հերթին արդարացնում է դա չհավատալու հոգնածության, ուրեմն եզրույթներով, հա, եւ հիմա նույն գործողությունն է կատարվում, երբ որ ինքը անում է շատ հնչեղ մի գործողություն, այդ գործողության մեջ ուժային կառույցների շնորհիվ պաուզա է վերցնում շարունակականությունը կանգնեցնելով, տեսնելով ինչ արձագանք կունենա բնակչությունը, ինչ արձագանք կունենա այսպես կոչեցյալ ընդդիմությունը եւ դրա հիման վրա վերագնահատանքներ իրականացնի եւ իր գործողությունների վերադասավորվածության քայլերը որոշի։ Պատարակը, որը իրականացվեց Կիրակի օրը, այդ ուրեմն գործողությունների շարքից է եւ ինքը տեսավ, որ իրականում արձագանքը շատ վատն էր բնակչության կողմից, որովհետեւ ճիշտ է իրանց խոստացած այդ 10,000 բան որ պիտի գար եւ իրանք բացարձակ ադմինիստրատիվ ռեսուրսներ եւ չգիտեմ ինչեր օգտագործելով կարողացան այնտեղ հավաքագրեն միայն աղանդավորների, գոմիկներին, հիշում եք չէ՞, որ այն լաչարին որ ծեծել էին, ու ղժում էր, խնդրում էր, աղերցում էր, որ իրան խնայեն, այն մի հատ, չգիտեմ, թուրքա, ապուշա, նասոնա, հոգեկան հիվանդա, բայց գեյ է, խանգարված գեյ է, հա, այնտեղ իրանից ձև էր պահում եւ այլն եւ այլն, եւ մեր դոնուցին, մեր արժանապատիվ հայ տղայի բերանը փագելով, ուրեմն ընդդեղից դուրս բերեցին, երբ որ ինքը
իր կարծիքը արտահայտեց չհամաձայնվելով այդ թիսակատարական սատանայական ուրեմն պատարագին, որ իրականացնում էր Ստյոպիկը։ Իրան ուրիշ ձև չեմ կարող անվանել, որտեղ ինքը կարկալույց քահանա է, եւ իրավունք չուներ ինքը այնտեղ այդ եկեղեցում լինել եւ եկեղեցական շորեր հագնել։ Ես համարում եմ, որ ոչ թե 10,000 հոգի, այնտեղ պետք է առնել 30-40,000 հոգի, որից այդ 2,000 հոգուն ընդդիմացած 38,000 արժանապատիվ քաղաքացիներ պիտի գային այդ եկեղեցին, փագեին եւ թե ուժայիններին եւ այդ Ստյոպիկին, այդ գոմիկներով եւ ուրեմն աղանդավորական, ուրեմն ես չգիտեմ ինչ անհայերով չթողեն ընդհանրապես եկեղեցուն մոտենալ։ Բայց մարդիկ անտարբերություն դրսևորեցին։ 2-3 հոգի, որ այնտեղ եկան եւ կանգնեցին եկեղեցին պաշտպանելու դիրքերում, որոնց անմիջապես ոլորեցին, բերանները փագեցին, տշելով տարան, բառի բուն իմաստով։ Վերջ։ Այնտեղ այդ 3 հոգի չպետք է լիներ։ Այնտեղ պետք է լիներ 10-նապատիկ, 20-նապատիկ ավելի շատ այդ ձևի մեր դորունցի նման տղաներ, մարդիկ, կանայք, քույրեր, եղբայրներ եւ այլն եւ այլն։ Մարդիկ չգնացին։ Սա դարավ շատ լուրջ ազդանշան, որպեսզի Փաշինյանը այս եկեղեցական սատանայական թիսակատարություններով գործողությունները շարունակի եւ ինքը նորից այս կիրակի գնալու է։ Բայց նաեւ սա ցույց չէ, որ այդքան ռեսուրս կիրառելով, այդ ամեն ինչը կազմակերպելով, հենց այդ մարդիկ ճիշտ եք ասում։ Ճիշտ եք ասում։ Իրենց կախաձեռնած սադրանքների, պատկերացնում եք, եթե հակազդեցություններ լիներ, ինչ սադրանքներ լինելու եւ ինչեր այնտեղ տեղի ունենալու։ Դրա համար դա նաեւ ցույց չէ, դրան պատասխանեցին, որ չգնալով չէր լինի այդ սադրանքները։ Եվ նույն օրը Մայրաթորում պատարագ էր եւ բազմահազարանոց մարդիկ հենց Մայրաթորի պատարագին էին մասնակցում։ Ճիշտ եք ասում, այդ սա ցուցիչներ են, հա, բան չասեցի, բայց ես ավելի քիչ եմ ոգևորվում այն հանգամանքից, որ այնտեղ եկել են այդքան ադմինիստրատիվ ռեսուրսներ կիրառելով քիչ մարդ, որովհետև իմ կարծիքն եմ արտահայտում։ Միգուցե դուք դրա հետ համաձայն չեք, բայց իմ կարծիքն եմ արտահայտում, որ այնտեղ պետք է լիներ 30-ից 40,000 դորունցներ, որովհետև եւ ոչ մի սադրանք չէր լինի։ Հավաստիացնում եմ եւ հաջորդ կիրակի նորից այդ նույն ձևի պատարակ անելու, այդ պատարակի գործողությունները շարունակելու ցանկություն Փաշինյանը չէր ունենալու։ Եվ ի վերջո, միևնույն է այդ սադրանքների գնալու, կազմակերպելու ուրեմն գործողությունները լինելու են։ Դա նշանակում է, որ այս սադրանք չլինի, դրա համար չենք գնում այնտեղ գնանք մի հատ ուրիշ եկեղեցի, հա? Երբ որ մենք իմանում ենք, որ սրբազանի են ուզում կալանավորեն ճանապարհից, մտածել որ գնում է Օհանավանք, հետո երբ որ իմանում են, որ Օհանավանք չի գնում, ուրիշ տեղ է գնում պատարակ կատարելու, բաց են թողում։ Սա չպետք է լինի, սա շեղումներ են։ Եվ հարգելի բնակիչներ, ի վերջո հայ եք դուք թե չէ։ Ի վերջո ձեզ պետք է ձեր հայրենիքը թե չէ։ Ի վերջո դուք ուզում եք չցեղասպանվել, թե ոչ, կողմնորոշվեք, որոշեք, որովհետև այս ամեն մի գործողությունը Եղեռնի հուշարձանի հետ կապված գործողությունները, հա, որ այդ վիճակի են հասցրել, քանդել են, որևէ մի նախագիծ վերակառուցման չկա, տեխնոլոգիչի լուրջ սխալներ եւ ուրեմն գործողություններ են այնտեղ կատարվում։ Կանգնացրել են արդեն նույնիսկ վերականգնողական աշխատանքները, որոնք ասում են վերականգնողականներ կանգնացրել են։ Անհասկանալի բաներ են կատարվում Ատենադարանում։ Կա տեղեկություն, որ բավական լուրջ ուրեմն պատմական եւ մեծ նշանակություն ունեցող ուրեմն նյութեր են այնտեղ անհետացել։ Չգիտեմ որքանով է դա ճշմարտություն, բայց պատահական օդից նման լուրեր չեն շրջանառվում, էլի հասկանում եք։
Եվ դրա մասին ընդդիմությունը չի խոսում, այս ասեղկոսը գնում է ժողովրդի մեջ, ընդդիմությունը դրան, վայ, հələ դրա ժամանակը չի անդրադառնում, ինչևից է, ամենայն դեպս մենք, չգիտեմ, շատ հետաքրքիր բաներ ենք ականատեսել, այնտեղ մի հատ հայտնվում է դպիր, յանում որ դպիր է, հզի վրա ուրեմն դաջվածքով, դուք հասկանում եք, որ իրականում ուրեմն եկեղեցու կանոնակարգով եւ Աստվածաշնչի որոշ հոդվածների ուրեմն գրվածքով եւ դրան հաջորդող ուրեմն հատուկ տենց մեկնաբանությունների գիրք կա Աստվածաշնչի։ Սա համարվում է համար մեկ գրեթե մահացու ուրեմն սրբապղծություններին հավասար մի բան։ Իսկ մարմինը պղծել, սեփական մարմինը պղծել դա կա հակաքրիստոնեական գործողություն է եւ ընդհանրապես դաշված կնեցող մարդկանց շատ հորդորում եմ զգուշ եղեք երբ որ եկեղեցի գնում մոմ եք վառում երեխայի կնքում հարսանիք եք անցկացնում այդ դաջվածքներով իրականում դուք անպատվում եք եւ վիրավորում եք եկեղեցին դրա համար ուշքի եկեք վերջին հաշվով դրա ժամանակն է հիմա, որովհետև շատ ծանր անդունդի առաջ ենք կանգնած։ Փաստացի մենք ականատես ենք ելնում ակնհայտորեն թուրք-ադրբեջանական վերնախավի եւ նրանց հոգեվոր հայրի թելադրանքով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործողություններ։ Ալևը կոնկրետ հայտարարել է ժամկետներ Զանգեզուրի միջանցքը իրանց վերահսկողության տակ լինելու մասին եւ սրանք շարունակում են խաբել, ֆռցնել սաղին, որ այս բան չկա, խոսքը գնում է խաչմերուկի մասին, խոսքը գնում է կոմունիկացիաների բացելու մասին, մենք sense բան իշում Տրամպի ճանապարհ, շնորհակալություն Միացյալ Նահանգներ, որ մեզի կզծրիկ այս հանգամանքն է այդում։ Այս ամեն ինչի հետ կապված